գործադիր իշխանությունը վերցեցին հենց միանգամից։ Հետո արտահայտ ընտրությունների արդյունքում օրենսդիր իշխանությունը ամբողջովին իրենց տակ վերցեցին։ Հետո հայտարարեցին, որ դատական համակարգը կոռումպացված է, դատական համակարգը գրոհ սկսեցին հրապարակավ, դատական համակարգը գրեթե 100%-ով այսօր իրենց տակ է։ Դրա վառ ապացույցը Արեգնազ Մանուկյանի գործն է, Անդրանիկ Թևանյանի գործն է, Ավետիք Չալաբյանի գործն է, Արմեն Աշոտյանի գործն է, Գագիկ Ծառուկյանի գործն է եւ բոլոր շատ էլի մարդկանց մոտարապես որոնք նաեւ անցել են հիմա շատ բոլոր այդ մարդկանց մոտ 1000 մարդ անցել է այդ process-ով, այդ 1000 մարդուն դատական համակարգը մի հատ վրիպակ չի եղել, այնպես որ երբ որ գործող վարչապետը հայտարարում է, որ դատավորները իրենց բան չեն պահում, դա սուտ է ասում, որովհետեւ բոլոր դատավորները իր տակ են մտած եւ ինքը սեփականացնում է ամբողջ դատական համակարգը։ Ավելին նա սահմանադրական դատարան մոռացակ նշեք, բան չեմ մոռացել, ուղղակի հերթը պետք է գայի։ Եկա արդեն սահմանադրական դատարանի հերթը։ Սահմանադրական դատարանը տեսեք ինչ արեց ինքը փաստացի գրավեց սահմանադրական դատարանը, որից հետո գրավեցին, այսպես հեռացրեցին նախկին կիսով չափ, այսպես ասած ընդդիմություն բան կիսաանկախ մարդուն Արմեն Սարգսյանին, նշանակեցին իր 100%-ով իրենց գրպանային ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի։ Շատերը երևի նոր իմացան նախագահի անունը։ Այո, այո։